Բրազիլիայի ամենահին կոմանդո Վերմելիոն կարմիր հրամանատարություն նարկոբանդայի դեմ ոստիկանական գործողության ընթացքում 6 տասնյակից ավելի մարդ է սպանվել։ 60-ը ըստ Բրազիլիայի ոստիկանության նարկոբանդայի անդամներ են, 4-ը ոստիկան։ Բանդան ոչնչացնելու համար գործի է դրվել ավելի քան 1 տարի մշակված սցենարը։ Բրազիլիայի պատմության ամենամեծ շուրջկալն է կազմակերպվել, ավելի քան 2500 ոստիկան, ուղղաթիռներ, անօդաչու թռչող սարքեր, զրահապատ մեքենաներ են մասնակցել վնասազերծման գործողությանը։ Ռիոյի ծայրամասում, օդանավակայանի մոտ գտնվող աղքատ ու խիտ բնակեցված թաղամասերում։ Շրջափակման պահին բանդայի անդամները կրակ են բացել ոստիկանների ուղղությամբ, պայթուցիկներ գործի դրել, բարիկադներ կառուցել, մեքենաներ այրել։ Ոստիկանությանը հաջողվել է մոտ 8 տասնյակ մարդու ձերբակալել, առգրավել մեծ քանակությամբ թմրանյութ ու զենք։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ ձերբակալված կասկածյալներից մեկը կոմանդո Վերմելիոյի առաջնորդներից մեկի աջ ձեռքն է։ Ռիո դե Ժանեյրոյի քաղաքապետը հայտնել է, որ գործողության ընթացքում զոհված ոստիկաններին բանդայի անօդաչուներն են թիրախավորել։ Հանցագործները վերջին սերնդի տեխնիկայով են զինված եղել։ Ավազակները գրավել են ամբողջ Ռիո դե Ժանեյրոն, աշխատանքից շուտ ենք դուրս եկել, որ կարողանանք տուն հասնել։ Արյունալի գործողությունից հետո էլ շունչ չի քաշել Ռիո դե Ժանեյրոն։ Նարկոբանդայի ազատության մեջ մնացած անդամները հակագրոհներ են սկսել Բրազիլիայի երկրորդ ամենաբնակեցված քաղաքի բոլոր թաղամասերում, փորձելով անկառավարելի քաոս ստեղծել։ Ավտոբուսներ են առևանգել, փողոցներ են փակել։ Լիակատար քաոս է, մարդիկ են մահանում, սա սարսափելի է։ Բրազիլիայում արտակարգ դրություն չի հայտարարվել, բայց կառավարությունը անվտանգության մեծաթիվ ուժեր է տեղակայել փողոցներում։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակը հայտարարել է, որ սարսափած է բռնության մասշտաբներից։ Մի քանի միջազգային կազմակերպություններ կոչ են արել կասկածյալների սպանությունները առանձին հետաքննել։ Չի բացառվում, որ պատահական փամփուշտից նաև անմեղ մարդ զոհված լինի։ Մարիամ Ամիրջանյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուրի համար։ Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենակարևորը, ամենահրատապն ու հետաքրքիրը։